Եվ առաջիկա րոպեներին մենք խոսելու ենք միջազգային ճանաչում ունեցող եգիպտականադահայ արվեստագետ Աննա Պողիկյանի հյուսելու մշակույթ առաջին անհատական ցուցահանդեսի մասին, որի բացումը տեղի է ունեցել մայիսի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մանրամասն խոսենք մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում են Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը, բարի լույս, եւ հյուսելու մշակույթ ցուցահանդեսի համադրող Նաիրի Խաչատուրյանը, բարի լույս, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Մենք մեծ արվեստագետի մասին ենք խոսում, որի գործերը աշխարհի բազմաթիվ հայտնի հանգաներում են ներառված Թեյթում, Պոմպիդուում, նաև Մոմայում, ու կուզենայինք սկզբից խոսել իր արժեքի եւ կարեւորության մասին որպես արվեստագետ, հետո արդեն անդրադառնալ այս ցուցադրությանը։ Դու սկսիր։ Աննա Պողիկյանը սփյուռքահայ արվեստագետ է, Եգիպտոսում է ծնվել, Կայրեում, բայց իր ուսումը թե Կայրեում, թե Կանադայում է ստացել, նախ եւ առաջ սովորել է քաղաքագիտություն եւ տնտեսագիտություն, Կայրեի ամերիկյան համալսարանում, հետո արդեն արվեստին է անդրադարձել, չնայած Եգիպտոսում նույնպես արվեստի ուսում ունեցել է եգիպտացի արվեստագետի մոտ, եւ հետաքրքիր է, որովհետեւ իր ստեղծագործական կյանքի ուղին շատ եզակի է, այսինքն դասական, ժամանակակից արվեստի ներկայացուցիչ չէ, եւ կարծում եմ այդ կյանքի ուղին է, որ նաեւ արտացոլվում է իր արվեստի գործերի մեջ, որն այսօր շատ մեծ թանգարանների եւ մասնավոր հավաքածուների մեջ է, ինքը ճանապարհորդել է ամբողջ աշխարհով մեկ եւ միշտ ցանկացել է տարբեր հասարակությունների հետ, տարբեր խավերի հետ, տարբեր մշակույթների եւ պատմությունների հետ շփման մեջ մտնի եւ իրական շփման մեջ, այսինքն ինքը հետազոտությունը դարձրել է իր ստեղծագործական աշխատանքի կարևորագույն մաս եւ այդ զրույցների եւ շփումների միջոցով է ինքը գծագրությամբ նախ եւ առաջ իր ստեղծագործական գիծը դա գծագրությունն է, որը նա կամաց ծավալի է նաև վերածել եւ այսօր երբ նա ստեղծագործում է գծագրությունը բացվում է տարածության մեջ որպես մեծ ինստալացիաներ, կարծում եմ այդ ուղին նախ եւ առաջ եւ ստեղծագործելու մոտեցումը կարելի է դարձնել Աննայի բնորոշ տարր եւ նաեւ այն մոտեցումը, որ ունի, երբ անդրադառնում է թեմաների, որոնք կարող են սկզբում թվալ շատ հեռու իրարից, բայց երբ արդեն արվեստագետի աչքով ենք ընթերցում իր աշխատանքները, տեսնում ենք, թե ինչքան կապ ունեն շատ տարբեր աշխարհագրություններ եւ շատ տարբեր դարաշրջաններ իրար հետ։ Եվ կարծում եմ հյուսելու մշակույթի ցուցահանդեսի մեջ նույնպես գորգը որպես նյութական մի առարկա եւ նաեւ մի մշակույթ կրող եւ պատմություն կրող առարկա, ինքը շատ թե հին անցյալն է Հայաստանի եւ արևելքի կապում արդիական իրադարձությունների հետ Հայաստանում, մոտեցումը շատ եզակի է Աննայի։ Եվ իրականում հյուսելու մշակույթը պարզապես ցուցահանդես չէ, շատ երկար ճանապարհ է դրան նախորդել, եկեք դրա մասին եւս խոսենք։ Այո, ահա կոլեկտիվը, որ Նայրին ղեկավարում է, մոտ 1 ամիս տևող արվեստի կացարան էր տրամադրել Աննա Պողիկյանին եւ այդ ընթացքում Աննան կատարել էր իր այդ հետազոտական աշխատանքը, դաշտային աշխատանքը կարելի ասել, հենց Մեղրիում եւ դրա հիման վրա է ստեղծվել այս նախագիծը, որից այսինքն մի քանի этаպներով է անցել, շատ բավական երկարատև եւ շատ հետաքրքիր է ինձ աշխատանքը, որ թե Աննան, թե Ահան տարել են հենց գորգագործների հետ, որտեվ այդ 5 կանայք, չեմ 6 կանայք, իրոք նույնպես շատ հետաքրքիր պատմություն է, այսինքն սա նաեւ համագործակցական նախագիծ է արվեստագետի եւ արհեստագործների միջեւ, որոնք նույնպես տվյալ դեպքում կարելի ասել համաստեղծագործական գործընթացի մեջ են եղել, բայց միգուցե ավելի շատ կարող ես Ճիշտն ասած, Աննային հյուրընկալեցի ահա կոլեկտիվի գալերիայում 2024-ի աշնանը իր երրորդ անգամն էր որ այցելում էր Հայաստան
եւ հանրային մի զրույց արեցինք, որպեսզի հանրությունը, հայ հասարակությունը ծանոթանա իրեն, իր արվեստին, իր մտքին, եւ այդ ժամանակ գալերիայում ցուցադրվում էր Դավիթ Քոչունցի հեղինակած ժամանակակից Կարմիր գորգը, որ Ոսկե ծիրանի համար էինք թողարկել, եւ իր մոտ ցանկություն առաջացավ, որպեսզի գորգարվեստի եւ գորգագործների հետ սկսի աշխատանք տանել, այսինքն ինչ-որ մի նախապատմություն կա եւ նաեւ իր արվեստում կա նախապատմություն, նախ եւ առաջ ինքը միշտ հետազոտում է տարբեր տեսակի նյութական մշակույթները, օրինակ աղի պատմությանն է անդրադարձել, բամբակի պատմությանն է անդրադարձել, հա, տարբեր եւ Նաև ցանկություն ունեցել է իր կյանքում, որ իր գծագրությունները վերածվեն գորգի, տիբետցիների հետ է փորձել համագործակցել, բայց իրենց ոճը գորգերի շատ տարբերվում է եւ իրենք չէին կարողացել Աննայի գծագրությունները ավելի մեծ մասշտաբով հյուսեն, այնպես որ իր մոտ էլ կա ինչ-որ մի անցյալ գորգարվեստի հետ եւ երբ այդ ցանկությունը առաջացավ իր մոտ Երևանում, նաեւ զուգադիպեց այն ժամանակաշրջանի հետ, երբ Եվրոմիությունը Հայաստանում մշակում էր մի նախագիծ Արցախահայ բռնի տեղահանված հայերի համար եւ այս արագ արձագանքման մեխանիզմի շրջանակում գրեցի այս ստեղծագործական կացարանի նախագիծը, հյուրընկալենք Աննային, մեկ ամիս շարունակ Հայաստանով մեկ շրջի, այսինքն թե Երևանում է ստեղծագործել, թե հետո Սյունիք ենք իջել, եւ հետո արդեն 9 ամիս շարունակ Աննայի ստեղծագործությունները թարգմանվեն հյուսվածքի լեզվով, այսինքն թե գորգեր կան, թե գոբելեններ կան, շատ կարևոր է, որ որևէ տեսակի արհեստի մեջ միշտ փորձարկումներ լինեն եւ երբ որ ժամանակակից արվեստագետի հետ է շփում լինում եւ համագործակցություն, բացահայտումներ են լինում, որ ոչ արվեստագետը, որ համաձողը, ոչ գորգագործը կարող էր այդպես պատկերացնել։ Եթե պարզ խոսքով ասենք, օրինակ դասական գորգերի մեջ 20-25 գույն կա։ Աննայի պատկերագրական աշխարհը շատ արտահայտիչ է թե բովանդակությամբ եւ թե գուն աշխարհով, այնպես որ յուրաքանչյուր գորգի մոտ 200 գույն կա, որ ներկվել է, այսինքն նաեւ ներկարարների հետ ենք աշխատանք տարել։ Գիտենք, որ հնում միշտ բնական նյութերով էինք, չէ, ներկում բուրդի թելը։ Ցավոք սրտի սովետի ժամանակ, հետո հետ խորհրդային շրջանում արդեն ավելի քիմիական նյութերով են ներկվել, բայց երբեք 200 երանգ չեն ստացել։ Մենք աշխատեցինք երկու ներկարար կանանց հետ, Մարիամ Նալբանդյան, որ Woolway արվեստանոցում է ստեղծում, արդեն բնական նյութերով, փորձում են այդ ավանդույթը վերականգնել, եւ Եվգենիան Շահբազյան, որ տասնյակ տարիների փորձ ունի հայ գորգից մինչև Տուֆենկյան, Մերգելյան, Արցախ կարպետ, այնպես որ շատ բազմակողմանի փորձարկումների առիթ ստեղծեց այս նախագիծը։ Կարևոր է այս նախագիծը նաև նրանով, որ սա գիտելիքի փոխանցման փորձ է նաև եւ ցուցահանդեսում շատ կարևոր տեղ է հատկացում այդ ստեղծագործական գործընթացին, այսինքն մենք տեսնում ենք այն նյութերը, այսինքն մի մասը բարձ է, որոնք ներկագործ կանայք այդ վարպետները օգտագործել են, այդ գծագրերից անցումը մինչև կարպետի գործման այդ տեխնոլոգիան եւ նաեւ ցավալի է նաեւ հասկանալ այս ամեն ինչի համատեքստում, որ այդ գիտելիքը կորում է, այսինքն եթե նույն ունենք մասնագետ այսօր Հայաստանում, որը կարող է 200 տիպի 200 գույն ստանալ գործերու համար, դա միակ մասնագետն է, որ մնացել է եւ այն գիտելիքը եւ վարպետությունը, որ նա կուտակել է, այսինքն այդ տասնամյակների ընթացքում կարող է չփոխանցվել հաջորդ սերունդին, այսինքն այս նախագիծը նաեւ նրա համար է, որպեսզի հուշենք տարբեր ացիաներին, որ սա ոչ նյութական մշակույթ է, որը պետք է պահպանել, զարգացնել եւ իրոք դարձնել շարունակականություն ապահովել։ Այո, միանշանակ, որովհետեւ այս ամեն ինչը կրում է հավաքական հիշողություն, հա, եթե մենք դա կորցնում ենք կապը անցյալի հետ, տեղի հետ,
մեր պատմության հետ եւ այս նախագիծը իրոք սկզբից մինչև վերջ կարծում եմ հենց դրա մասին է ու կարևոր է որ այդտեղ կապակցող օղակը ըստիս սփյուռքահայ արվեստագետ է այսինքն օղակը լայնանում է հա ասենք ստանում է միջազգային ծավալներ եւ նշանակություն Այսինքն նաև հարաբերություններ են հյուսվում այո այս համատեքստում Ուզում էի հարցնել, կարող ենք ենթադրել ու տրամաբանել, որ հյուսելու մշակույթը նաև ներառում է մշակութային հարաբերությունների միահյուսում, ոչ թե բուն գորգագործության մասն է խոսքը, եւ կուզեինք իմանալ մինչև երբ կլինի ցուցահանդեսը։ Հա, մինչև օգոստոսի 15-ը 3 ամիս բաց կլինի պատկերասրահում, նաև ցուցադրության շրջանակում մի շարք հանրային ծրագրեր ենք անում, որպեսզի թե արվեստագետին ավելի լավ ծանոթանան, թե այս ամբողջ թարգմանչական աշխատանքին, թղթից գորգ եւ այլն, եւ նաև փորձենք կոնտեքստավորենք այս աշխատանքը Աննայի ընդհանուր ստեղծագործական կյանքի ուղու մեջ, փորձենք նաև դա կոնտեքստավորել ոչ թե միայն Աննայի իր ուրույն ստեղծագործության, այլ նաև սփյուռքահայ արվեստի, նաև տարածաշրջանային առումով ժամանակակից արվեստը, որ նաև անդրադառնում է գորգարվեստին կամ տեքստիլին, բավականին կոթողային գործեր են ցուցադրված, իրոք խրախուսում ենք, որ այցելեք։ Կա հանրային ծրագիր, այսինքն հանդիպումներ թե համադրողի հետ, թե տարբեր մասնագետների հետ ցուցահանդեսի ընթացքում Նաև կլինի պատկերագիրքը, Այո, որը հուսով եմ մինչև օգոստոսի 15-ին լույս կտեսնի։ տեսնի, այդ միշտ հա խնդիր է, հարց է արդյոք պատկերագիրքը լույս կտեսնի, բայց կարծում եմ լույս կտեսնի։ Այնպես որ իրոք բացառիկ առիթ է եւ մենք շատ թպարտ ենք, որ հենց ազգային պատկերասրահում է դա իրական, մի քիչ տխուր է իրականում են փաստը, որ 2026 թվականի եւ միայն հիմա է այդ մասշտաբի ու նշանակության արվեստագետը ներկայանում Հայաստանում, բայց հուսով եմ, որ սա նախադեպ է նաև լինելու արտերկրում ապրող մեր այլ կարևոր արվեստագետների համար եւ նաև փորձ է ազգային պատկերասրահի համար կարևոր փորձ է համագործակցելու անկախ համադրողների հետ, ինչպես օրինակ Նայիրն է եւ ահա կոլեկտիվը կարծում եմ շատ հաջող է ստացվել Միանշանակ խրախուսում ենք բոլորին այցելել։ Իսկ Աննան ինչ հույզեր ուներ, երբ առցանց հետևում էր բացման արարողությանը։ Շատ ուրախ էր, ամբողջ ընթացքում ինքը թվային կապով կարողացավ թե նախ իր խոսքը փոխանցել հանրությանը եւ թե հետո հետեւել ընթացքը մարդկանց հետ շփման մեջ մտնի, որտեղ հերախոսով արդեն խոսում էր թե մեր Եվրոմիության դեսպանի հետ, թե գորգագործների հետ եւ թե հասարակության հետ։ Դե հույս ունենք, որ մի օր իրեն կտեսնենք նաև մեր տաղավարում։ Ամռանը իրեն կհյուրընկալենք։ Շնորհակալ ենք շատ, որ օրը մեզ հետ սկսեցիք։ Հիշեցնում ենք հեռուստադիտողներին, որ ցուցահանդեսը բաց է լինելու մինչև օգոստոսի 15-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ մենք շարժվում ենք առաջ։